Տիկին Մելոյան 3 կապակոռուպցիոններ հերթական դրակաշարքի մասին հաղորդակցություն արած է ձեր ուժի հետ կապված այս դեպքում արդեն Ռուսաստանի Դաշնությունը ապրող եւ գործունեություն իրականացնող հայ գործարարի հետ եւ նաեւ Սյունիքում ասած որ ձեր ուժը բնակչությունների սպառնալիքով այնպես արել որպեսզի ընտրողները չգնան եւ ՀՊ-ին իբրե վեճ տան եւ նաեւ գործ հարուցնել։ Ինչպես է պատահում որ մենք ձեր ուժի հետ են այդպեսի մենակ այսինքն իրական չեն այդ փաստերը չկան այդպեսի փաստեր։ Շնորհակալ եմ հարցի համար, եթե կարելի է նախ խոսք ասեմ ու անցնենք հարցերի պատասխանմանը։ Նախ հարգելիներս շատ շնորհակալ ենք, որ այսօր մեր հետ տվեցիք մեկնարկը քարոզչության, այսօր մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետությունում մեկնարկեց պաշտոնական նախընտրական քարոզչությունը ու պատահական չէ, որ մենք հենց ազգային ժողովից ենք մեր մեկնարկը տալիս, սա խորհրդանշական օր է, 8 տարի առաջ մայիսի 8-ին այսօր գործող վարչապետը ընտրվեց որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, ընտրվեց ժողովրդի վստահության քվեն ստանալով ու լրջագույն խոստումներ տալով, խոստումներ, որոնք այդպես էլ չիրականացվեցին ու ոչ միայն չիրականացվեցին, այլև մեր պետության, մեր բոլորիս, մեր ազգի համար ու մեր պետականության համար այս գործչի որպես վարչապետ ու որպես իշխանության կայացումը ունեցավ ողբերգական ու ճակատագրական հետևանքներ։ Հիմա մենք կանգնած ենք ազգային ժողովի դարպասների դիմաց, որը Նիկոլ Փաշինյանը գալով իշխանության ասեց բացվելու են ժողովրդի առաջ։ Բացեցին, այնուհետև այնպես զոդեցին, որ մարդիկ չեն էլ համարձակվում այլևս այս դարպասներին մոտ գալ։ Այս փողոցը ընդհանրապես տեսել է շատ խոստումներ, ելույթներ, նաև տեսել է հուսահատության պահեր, որը ես անձամբ կիսել եմ։ Ես այստեղ ոչ միայն որպես Ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ եմ, ես այստեղ եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես իրավաբան, որպես կին, որպես մայր, որովհետև ինձ համար այս իրականությունը ընդունելի չէ, ինձ համար թույլատրելի չէ, որ իմ երկրում իրավունքը ու օրենքը ծառայեցվում է կոնկրետ քաղաքական ուժի շահերին, ինձ համար թույլատրելի չէ, որ իմ հայրենակիցներին վախեցնում են եւ ճնշում են ու հուսալքություն են տրամադրում։ Մեր երկրում մարդկանց մոտ հույսի ճրագ այնքան էր մարել, որ ի վերջո հայտնվեց այն առաջնորդը, պարոն Կարապետյանը, որ լինելով այդ պահանջը բավարարեց, լինելով քաղաքականության մեջ նոր, ունի բացառիկ փորձառություն։ Ու պարոն Կարապետյանը այդ մարող կրակը բոցավառել է։ Այսօր մենք մի իրականություն ունենք, որտեղ մեր երկրում Հայաստանի Հանրապետությունը լինելով բացառիկ իր ջրային ռեսուրսներով, լինելով ինքնաբավ պետություն ջրային ռեսուրսներով, մենք ամբողջ օրը մարզերով շրջում ենք, մարդիկ լրջագույն ջրի խնդիր ունեն։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը ստանում է 15,000 ԱՄՆ դոլարի մոտ բոնուս պարգևավճար, մինչ Հայաստանի Հանրապետության մարզում երեխա է սոված քնում, իսկ ծայրահեղ աղքատությունը արկա է, ել չասեմ աղքատությունը մարզերում, որոնք որոշ տեղերում անգամ կրկնապատկվել են։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը, որը տուրիստական զմայել է, ընդամենը մարզերում ունենում է 0-ից մինչև 2% տուրիստական այցելություն։ Մեր երկիրը ունի ծաղկման, բարգավաճման, զարգացման բոլոր հնարավորությունները, բայց ամենալուրջ խնդիրը այսօր անվտանգությունն է ու այդ օդից կախված ոչ իրական խաղաղությամբ մեզ սպառնում են, վախեցնում են եւ այն կուսակցությունը, որ արդեն 3 սեպտեմբերյան պատերազմ է բերել մեր գլխին, լրացուցիչ սեպտեմբերյան պատերազմով է սպառնում իր ազգաբնակչությանը։ Այս իրականությունը փոխելու, փոփոխություն բերելու պահանջով ենք մենք գալիս։ Կրկին ընդգծում եմ, վերջապես մենք ունենք այն առաջնորդը մեր երկրում, ով ստանձնել է այդ բեռն ու պատասխանատվությունը, մեզ համար պատիվ է իր հետ այդ վահանը բարձր պահելու ու այո, Սամվել Կարապետյանն է այն մարդը, որ կարողանալու է հանրային պահանջը փոփոխությամբ կյանքի կոչել։
Այսօր, ահա, լսում եմ, անցնենք հարցեր։ Մելոյան երեկվա Շատ կներեք, էլի իհարկե գործընկերուհին արդեն տվեց, եթե հակակոռուպցիոն կոմիտեի հարցին է վերաբերում։ Տեսեք, մենք արդեն շուրջ 1 ամիս է եւ չհաշված ընդհանրապես, հա, մեր քաղաքական ուժը, միջազգային գործընկերներն ու դիտորդական առաքելություններն անգամ արդեն արձանագրել են, որ մեր նկատմամբ ընտրական գործընթացի կարևորագույն անկյունակարային հավասարության սկզբունքը խախտված է։ Մեր ուժի քաղաքական առաջնորդը ուժեղ Հայաստան կուսակցության նախագահան ապօրինի սահմանափակումների տակ է, կներեք, ասեմ, անտրամաբանական անգամ սահմանափակումների տակ է, որովհետև այս քաղաքական ուժը կռիվը սկսեց պարոն Կարապետյանի ազատության հետ, այնուհետև կռիվ տվեց նրա նկարների հետ, այնուհետև կռիվ տվեց նրա անվան հետ։ Դատարանը նրա նկատմամբ բոլոր սահմանափակումները հանել է, բացառապես նրա ազատ տեղաշարժվելու հնարավորությունից։ Որն է նպատակը։ Կարծում եմ պատասխանն ակնհայտ է, նպատակը սահմանափակելու պարոն Կարապետյանի հնարավորությունը մասնակցելու ընտրարշավին, որը նրա իրավունքն է ու մեր բոլորիս նրան աջակցող քաղաքացիների իրավունքն է, որը հանրային պահանջ է։ Այս միջամտությունները, հա, պարբերաբար մեր բոլոր մարզային կառույցներում քաղաքական իշխանությունը կատարում է միջամտություններ իրավապահ մարմինների կողմից։ Պարբերաբար առավոտը բացում է, խուզարկություն է տեղի ունենում, 15-20 աջակից, համակիր, աշխատակից բերման են ենթարկվում։ Այն պարագայում, երբ օրինակ կա բարեկիրթ եղանակ, հա, որն է բերման ենթարկելու պատճառը, չկա օպերատիվ անհրաժեշտություն, այդ մարդիկ որևէ գործընթացից չեն խուսափում, իսկ իրավապահները հնարավորություն ունեն ծանուցագրերով բարեկիրթ եղանակով մարդկանց հրավիրել։ Առաջին նպատակը վախի մթնոլորտի տարածումն է, մարդկանց վախեցնելու, իրենց ընդդիմադիր քաղաքական հայացքներն արտահայտելու։ Երկրորդ, փորձում են արհեստական պատկեր ստեղծել իբրև թե ինչ-որ կաշառքների։ Հարգելիներս, մենք ժողովրդին կաշառք բաժանելու կարիք չունենք։ Մենք ժողովրդին կաշառք բաժանելու կարիք չունենք, բնական կերպով մարդիկ տասնյակ հազարներով անգամ այս վախի մթնոլորտին, անգամ անկախ այդ ճնշումներից գալիս մեր գրասենյակներում գրանցվում են։ Անգամ հիմա անդրադառնում, անգամ օրեր առաջ 74-ամյա տիկնոջով ընդամենը մտել էր գրասենյակ եւ անդամակցել էր, հա, թուղթեր ստորագրել, որ ցանկություն ունի անդամակցելու, տիկնոջը գնացել տանից բերման էին ենթարկել ու բնականաբար ժամեր անց բաց են թողել։ Հիմա ձայնագրությունների բովանդակությանը կա նախաքննություն։ Ուր է անմեղության կանխավարկածը։ Հələ նախաքննությունը դեռ չմեկնարկած է, տրամաբանությունը որն է, խոսում են ինչ-որ պրոցեսի մասին, իշխանությանը առնչելի լրատվամիջոցները, այնուհետև հրապարակվում է հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակված ձայնագրությունները։ Մենք ունենք նախադեպ քաղաքական, երբ շատ հնչեղ քաղաքական գործով սրբազան շարժման մասին է։ Շուրջ 2 ամիս տարածվեց ձայնագրություն, շրջանառվեց, մանիպուլացվեց, այնուհետև պարզվեց, երբ նախաքննությունը ավարտվեց ու փաստաբաններն այլևս կաշկանդված չէին նախաքննության գաղտնիքով, որ այդ ձայնագրությունը խմբագրված էր եւ վերցված էր տարբեր ձայնագրության տարբեր հատվածներից։ Հիմա ով է հաստատել, որ այս ձայնագրությունները հավաստի են։ Ով է հաստատել, որ այդ ձայնագրությունների մեջի մարդիկ մեզ հետ առնչելի մարդիկ են։ Ով է հերքել, որ հնարավոր է ինչ-որ սադրիչներ են կազմակերպել այդ ձայնագրությունները։ Ուր է մնացել անմեղության կանխավարկածը։ Ու գիտեք, ամենաամոթալին ու մտահոգիչը ինչն է, որ այս իշխանության ներկայացուցիչները բարձրաստիճան պաշտոնատար անձինք, սկսած վարչապետից նախարարներով, падգամավորներով իրենց թույլ են տալիս այս ձայնագրությունները ամենօրյա ռեժիմով մանիպուլացնել, ռիլեր սարքել, փոստեր անել։ Ես անկեղծ զարմանում եմ, հա, այս մարդիկ գործով երբ են զբաղվում։ Դուք ոչ անձամբ, բայց պարոն Կարապետյանը Նարեկը ասել է, որ ներքին քննություն կազմված։ Հարգելիներս, մենք ունենք նախահրապարակված սկզբունքներ գործունեության։ Մենք առաջին խնդիր չունենք մարդկանց կաշառք բաժանելու, դա չէ մեր ձևը։ Մեզ համար անթույլատրելի է նման խոսույթը։ Դուք գիտեք, Նարեկ Կարապետյանը այն անձն է, որ երբ հիմնադրվեց մեր ձևով շարժումը,
ըստ էության նա իրավիճակը երկրում փոխեց հասարակության մեջ ներմուծելով բարեկիրթ խոսույթը։ Այս բարեկիրթ խոսույթը այնքան ջերմորեն ընդունվեց մեր հանրության կողմից ու հենց դա էր հանգամանքներից մեկը, որի շնորհիվ նաև այսպիսի մեծ ու լայն հանրային աջակցություն մենք ստացանք, որ անգամ իշխող կուսակցությունը ինքը էթիկայի կանոնագիրք ընդունեց։ Էթիկայի կանոնագիրքը բնականաբար մի քանի օր կարողացավ գործել, որովհետև այս մարդկանց սովորույթի ուժի մեջ չէ բարեկիրթ լինելը, իրենք ընդդիմախոսներին, թիրախավորում են, վիրավորում են ու կրկին ընդգծում եմ։ Այստեղ խնդիրն այն է, որ մենք ընդդիմադիր քաղաքական ուժ ենք։ Մենք քաղաքացիներս ունենք ավելի լայն իրավունքներ, թեկուզ խոսքի շրջանակների ավելի լայն հնարավորություններ, քան մեր երկրի պաշտոնատար անձինք։ Իրենք կաշկանդված են իրենց խոսքով, իրենք կաշկանդված են իրենց պաշտոնով եւ դա ընդհանրապես իմ կարծիքը չէ, դա մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկան ու կոնվենցիոնալ իրավունքները։ Այո, իհարկե։